Ուսասիրների 90%-ը եւ ինչու՞ չէ նաեւ մասնագետների սխալ են օգտագործում օրգանիկ նյութերը, այսինքն այն բոլոր օգտակար նյութերը, որոնք կան մեր խոհանոցներում, բույսերի աճման, վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարելու ժամանակ։ Սրան նպաստում է 3 բան. նախ հետևելը ոչ մասնագիտական հաղորդումներին, երկրորդ այնպիսի հաղորդումների, որոնք արհեստական բանականության միջոցով ցույց են տալիս, լցրեցիք որևէ նյութ եւ բույսը ձեր աչքի առաջ մի անգամից աճեց, փարթամացավ եւ ծաղկեց, եւ երրորդ սրանից ելնելով այն մոլուցքը, որ եթե որքան շատ օգտագործենք օրգանիկ նյութերը, այնքան մեր բույսերը ավելի արագ եւ առողջ կլինեն։ Եկեք հասկանանք այն բոլոր սխալները, որոնք կարող ենք թույլ տալ եւ առանձնացնենք այն ճիշտ մոտեցումները, որոնց միջոցով իսկապես մեր գրոշանոց պարարտանյութերը վնասատուների դեմ պայքարելու միջոցները, որոնք կան մեր խոհանոցում, որոնք էկոլոգիապես մաքուր են եւ առանձնապես ծախսեր չեն պահանջում, կարող են օգտագործվել իրենց նպատակին, ճիշտ նպատակին։ Եվ այսպես սկսենք ամենատարածված երկու նյութից՝ շաքարավազ եւ մեղր։ Բնականաբար սրանք այն նյութերն են, որոնք իսկապես նպաստում են բույսի աճին եւ ծաղկմանը։ Սակայն հիշենք, որ նրա ավելցուկ օգտագործումը առաջացնում է բույսի ստրուկտուրայի խախտում, որովհետեւ սրանք տարալուծվում են գլյուկոզայի եւ ֆրուկտոզայի, որոնց շատ լինելու ժամանակ առաջանում են բազմաթիվ բակտերիաներ եւ իրենց են գրավում մլակների։ Այսինքն օգուտի փոխարեն դուք այստեղ տալիս եք սխալ։ Ինչ պիտի անել, ճիշտը օգտագործել հազվադեպ եւ փոքր կոնցենտրացիաներով։ Նույնը կարելի ասել նաեւ կաթի մասին, եթե այն առանց լուծելու, առանց նոսրացնելու ջրով կամ գարեջրով մենք օգտագործում ենք հողը ջրելու համար եւ այն էլ հաճախ, ապա դարձյալ առաջանում են բակտերիաներ եւ բազմաթիվ միջատներ, իդեպ որը կարող է բերել բույսի մահացմանը։ Հաջորդը, որի մասին ուզում եմ խոսել, շատ տարածված, ուրեմն քացախ եւ սոդա։ Այն ինչ կա բոլորիս տանը, այն ինչ ամենաշատը օգտագործվում է օրգանիկ նյութերի, որպես օրգանիկ նյութեր բույսերի եւ սնուցման, եւ հողի պարարտացման, ինչպես նաեւ երբեմն վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Սակայն, տեսեք, այս երկուսը միասին խառնելով երբեք չօգտագործեք, որովհետեւ դուք կարող եք ընդհանրապես բույսը կորցնել։ Բացի այդ, միջև քացախ կամ սոդա օգտագործելը անպայման անհրաժեշտ է ստուգել հողի թթվայինությունը։ Ինչու՞, որովհետև մեր բույսերի մի մասը սիրում է թթվային հող, եւ այդ դեպքում մենք պետք է օգտագործենք քացախ, լիմոնաջուր կամ կարող եք ասպիրին, խուսափեք նաեւ լիմոնի աղից, որտեղ նրա չնչին ավել քանակը կարող է այրել արմատները, իսկ բույսերը, որոնք սիրում են հիմնային հող, մենք օգտագործում ենք սոդա։ Եկեք նայենք, որ խմբերն են սիրում սրանցից յուրաքանչյուրը։ Եվ այսպես թթվային հող սիրում եք լյոնը, թխկին, այս կարմիրները տեսնում եք, մագնոլիան, որը գեղեցիկ ծաղկող բույս է, նրան նմանվող կամելիան, երկուսն է սենյակային ծառեր են, թթվային հողում լավ են աճում բոլոր տեսակի ցիտրուսները, անկախ տեսակից, դա կլինի լիմոն, նարինջ, կալամանդին, կումկվատ, կիտրոն, կարևոր չէ, բոլորը սիրում են թթվային հող։ Պահանջվում է նաև թթվային հող պելարգոնիումների համար, ուսումբարյան մանուշակների, իհարկե գորտենզաների, դրախտավարդերի, որոնք pH-ը պետք է լինի 4.5-ից 5-ի սահմաններում, եւ փշարմավը, այնպես որ սոդա օգտագործելիս անպայման փորձեք հողի թթվայինությունը։ Հիմնային հող սիրում է դափնե ծառը եւ թթվայինությունից անմիջապես փչանում է, դեղնում եւ փչանում են սամշիտները, ուքսուսները,
Սոճիներից որոշ տեսակներ եւ փշատերևներից ընդհանրապես շատերը սիրում են հիմնային կամ չեզոքող թթվային ջուր լցնել չի կարելի եւ հատկապես դա վերաբերում է լավանդաներին, նարդոսներին, որոնք թթվային ջրից անմիջապես կարող են պարզապես մահանալ։ Սենյակային բույսերից հիմնային, հող կամ չեզոք սիրում են սանսեիվերաները եւ լավ են աճում, ագավաները, ալոյե վերան եւ մնացած սուկուլենտների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Իսկ ինչպես տնային պայմաններում ստուգել հողի թթվայինությունը կամ հիմնայնությունը։ Վերցնում ենք հողի շերտ, մոտավորապես 10 սմ խորությունից, մի փոքր ափսեի մեջ, թրջում ենք, այսպես ցեխի նման շաղախ ենք անում եւ նրան ավելացնում ենք, ենթադրենք, մի փոքր, մի այսպես կափարիչով քացախ։ Եթե շոց է այսպես գնում, նշանակում է հողը հիմնային է, որովհետև հիմքի եւ թթվի մեջ գնում է ռեակցիա։ Չեզոք հողի դեպքում ընդհանրապես ռեակցիա չի տալիս որևէ հողը, այսինքն մնում է այնպես, ինչպես կա։ Տեսեք, բույսերին, որոնք սիրում են հիմնային հող, չի կարելի տալ նաև սուրճի մնուրը, թեպետ այն շատ լավ օրգանիկ պարարտանյութ է հանդիսանում եւ կարող ենք օգտագործել երկու դեպքում, կամ մրուրը բացում ենք ջրով եւ դրանով ջրում ենք հողը, կամ չորացնում ենք, հավաքում ենք այսպես, լավ չորացնում եւ խառնում ենք հողի հետ։ Ստրուկտուրան լավացնում է, սակայն հիմնային հող սիրող բույսերի դեպքում այն կարող է մեծ վնաս հասցնել բույսին։ Բույսերին մեծ վնաս են հասցնում նաև չափից ավելի օրգանիկ կերակրումները։ Ինչ է սա նշանակում։ Բրնձաջուր, բանջարեղենների եփուկ, սոխի կեղևների ջուրը, սխտորաջուրը, այս բոլորը պետք է անել չափի մեջ, որովհետև նախ եթե մենք մտածում ենք շատ տանկ, օգուտը մեծ կլինի, դրանով առաջացնում ենք արմատային փթուն, եւ երկրորդը կարող ենք վնասել մազ արմատներին, որոնք հեշտությամբ այրվում են, եւ բույսի նյութափոխանակությունը բնականաբար խախտվում է։ Գիտենք, որ որոշ բույսերի համար, հատկապես օրքիդեաների, օգտագործվում են նաև յուղեր, կերչակի յուղը, որ լավ թափահարվում է ջրով եւ դրանով կարելի է մաքրել եւ տերևները, եւ ցողել, եւ ջրել հողը։ Սակայն եթե մենք 1, 2, 3 կաթիլի փոխարեն օգտագործում ենք 1 թեյի գդալ, ապա ինչ վտանգ է սպառնում։ Տերևների բջիջների ծայրերը փակվում են եւ այլևս օդ չի կարողանում շնչել բույսը, տերևները սկսում են դեղնել եւ ի վերջո ընկնել։ Այսինքն դարձյալ պետք է օգտագործել ընդամենը 1, 2, 3 կաթիլ 1 լիտրի մեջ եւ այն էլ ոչ հաճախ։ Նույնը կարելի ասել նաեւ ամոնիակի, ամիակի եւ յոդի մասին։ Մի փոքր ավել քանակը բույսին շատ ավելի վնասում է, քան օգնում։ Այսպես անverջ կարելի է շարունակել։ Հիմա եկեք հասկանանք վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարում որը կարող ենք օգտագործել։ Տեսեք, արմատային փթունների ժամանակ երբ հողից վատ հոտ է գալիս, թթվում է, արմատներն են սկսում թթել, մենք օգտագործում ենք չէ՞ քիմիական նյութերից ֆիտոսպորինը եւ տոպազը կամ բազմաթիվ նյութեր։ Սրանց հրաշալի փոխարինում է սոդան։ 1 թեթև թեյի գդալը 1 լիտր ջրի մեջ։ Դրանով մենք ջրում ենք հողը։ Դարձյալ հաճախ օգտագործել եւ կոնցենտրացիան չարաշահել չի կարելի։ Վնասատուների դեմ հրաշալի միջոց է սև կարմիր կծուբի բառը։ Դարձյալ չարաշահել կոնցենտրացիան չի կարելի, որովհետև կարող են մազարմատները այրել։ Անուղղակի փոխարինելի միջոց է արմատային փթման համար դարչինը։ Կարող եք եւ հողից բույսը հանել, արմատները մշակել եւ նրանով ջրել, փակել վերքերը, հրաշալի միջոց է, խոսք լինել չի կարող։ Եվ իհարկե իմ շատ սիրած եւ շատ օգտագործվող եւ քիչ վնաս տվող նյութը ջրածնի պերօքսիդը, որը օգտագործվում է եւ բույսի արմատներին հրաշալի թթվածին մատակարարելու համար եւ տերևները առողջ կանաչ պահելու եւ իհարկե պրոֆիլակտիկ նպատակներով, որն է ջրածնի պերօքսիդի ֆենոմենը, ուրեմն H2O2 հեշտությամբ քայքայվում է,
առաջացնելով H2O, այսինքն ջուր, եւ թթվածին, այս ատոմային թթվածինը, որ դուք տեսնում եք, արմատներին մատակարարում է օդով, որը շատ կարևոր է ֆոտոսինթեզի համար, եւ բույսին առողջացնում է տարբեր հիվանդություններից, օգնում է լավ աճելուն։ Այսպես, սիրելիներս, հիմա եթե ամփոփելու լինենք այն ինչի մասին խոսեցինք, ինչ պիտի եզրակացնենք։ Հիմա եթե ամփոփելու լինենք, ինչ եզրակացության ենք հանգում։ Հետևեք գրագետ աղբյուրների։ Երկրորդ, այն ինչ ձեզ առաջարկվում է, ենթադրենք 1 թեյի գթալ սոդան 1 լիտր ջրի համար, առաջին անգամ օգտագործելիս արեք կես կոնցենտրացիա։ Երրորդ, երբեք մի չարաշահեք նույն նյութի բազմաթիվ օգտագործումները։ Արեցիք 1, 2, 3 անգամ, տվեք ընդմիջում 1 ամիս, 2 ամիս, ապա կարող եք կրկնել։ Չորրորդ, օրգանիկ նյութերը ամռանը օգտագործում ենք երեկոյան ժամերին կամ առավոտյան վաղ, իսկ ձմռան ընթացքում օրգանիկները ավելի ճիշտ է օգտագործել ցերեկվա ընթացքում, եւ դա վերաբերում է դրսի բույսերին եւ ներսի։ Եվ հինգերորդ, հիշեք, որ որքան էլ հրաշալի լինեն մեր խոհանոցային նյութերը, նրանց ազդեցությունը մի փոքր ավելի ցածր է, քան անօրգանական նյութերինը։ Սիրելիներս, չմոռանաք տալ ձեր հարցերը, նրանք, ովքեր նոր են միացել մեզ, նորից եմ խնդրում բաժանորդագրվեք ալիքին, որովհետև դա միայն ձեզ օգուտ է տալու, եւ սպասեք հաջորդ հաղորդմանը։ Իսկ մենք շուտով կհանդիպենք։ Միշտ ձեր Դոնա Կոս։